Եթերում հեռանկարն է։ Հետընտրական շրջանը այս օրերին աչքի է ընկնում ոչ միայն ներքաղաքական, այլև Հայաստանի համար կարևոր արտաքին քաղաքական իրադարձություններով։ Կիրակի օրը առաջին անգամ Հայաստանի տարածքում հանդիպեցին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը եւ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևը։ Մինչև ընտրություններն էլ ստորագրվեց TRIP-ի փաստաթուղթը։ Հուլիսի 5-ին սպասվում է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսի այցը Հայաստան։ Այս եւ այլ թեմաներ այսօր մանրամասնենք քաղաքագետ Գոռ Պետրոսյանի հետ։ Շնորհակալություն, պարոն Պետրոսյան, մեր հրավերը ընդունելու համար։ Սկսենք Դիլիջանում տեղի ունեցած հանդիպումից, դա քաղաքական ինչ նշանակություն ունեցավ։ Տեսեք, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նախորդ տարի օգոստոսին ստորագրվել է խաղաղության եւ միջպետական հարաբերությունների կարգավորման մասին հուշագիր կամ նախաստորագրվել է խաղաղության պայմանագիր, ինչպես ասում է, ինչը ենթադրում է նաեւ պաշտոնյաների միջև պարբերաբար հանդիպումներ, որովհետեւ միջպետական հարաբերությունները այլ կերպ չեն կարգավորվում, քան պաշտոնյաների եւ լիազորված անձանց միջև հանդիպումների միջոցով եւ այս տեսանկյունից կարելի է ասել, որ հանդիպումը այս գործընթացի կարևոր հատվածներից մեկն է կամ շարունակությունն է եւ որպես առանցքային հանդիպում չի կարելի հանդիպել այն շարունակական գործընթացի մեջ է տեղավորում նախորդիվ նաեւ Հայաստանն է այցելել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևը օրակարգերը որպես կանոն մնում են փակ դռների հետևում հրապարակային չեն դառնում բայց նաեւ հրապարակային քաղաքական դիսկուրսի տեսանկյունից այնուամենայնիվ հասկանալի է թե ինչի մասին է լինում բանակցությունները այս տեսանկյունից ձեր կողմից նշված TRIP-ի համաձայնագրի իրականացման, ինչպես նաև երկու պետությունների միջև դեռևս չկարգավորված եւ հարցականի տակ դրված հարցերը որոշակիորեն բարձելու, հստակեցնելու խնդիր գոյություն ունի եւ այս շրջանակներում պաշտոնյաների փոխադարձ այցերը լինելու են շարունակական եւ այստեղ արտառոց որևէ բան պետք չէ փնտրել։ Այս գործընթացը մեկնարկել է նախորդ տարի օգոստոսին, որը վերաբերում է երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորմանը եւ այն որոշակիորեն շարունակական բնույթ շարունակելու է կրել եւ այստեղ այդ հանդիպումների յուրաքանչյուրը իր տրամաբանական շղթայի մի հատվածն է ներկայացնում։ Առանձնակի ուշադրության արժանացել է այն, որ դա տեղի ունեցել Հայաստանում, ինչպես եւ փոխվարչապետի դեպքում էր։ Հարցն այստեղ այնն է, կողմերը արդյոք հասել են այնպիսի վստահության եւ փոխադարձ հաղորդակցության մակարդակի, որ արդեն կարող են պաշտոնյաները մեկը մյուսի մոտ գնալ եւ առավել ընդլայնել օրակարգը խոսքի։ Օրակարգում եւ պաշտոնական հայտարարություններում նաեւ տարեցված էր, որ այդ հանդիպումների կարևոր բաղադրիչը կամ փոխադարձ պարտավորությունների մեջ է մտնում նաև երկու երկրների միջև վստահության խթանմանը միտված քայլերի իրականացումը, ասել որ երկու կողմերի միջև այսօր գոյություն ունի բարձր վստահության մակարդակ եւ այլն կդժվարանան բնականաբար եւ անհնար է պատկերացնել հաշվի առնելով այն քաղաքական հռետորաբանությունը, որը որ շարունակում է երբեմն հնչել Ադրբեջանի կողմից, որ վստահությունը վերականգնված է կամ որ այն գոյություն ունի, սակայն այդ վստահությանը միտված քայլերը շարունակական բնույթ են կրում եւ բնական է, որ նմանատիպ բարդ հարաբերություններ ունեցող պետությունների եւ նաեւ ազգերի միջև վստահությունը չի վերականգնվում ստորագրված փաստաթղթերով, այն շարունակական գործընթաց է եւ թե քաղաքական, թե հասարակական տեսանկյունից այստեղ ջանքերը պետք է դեռևս շատ երկար ժամանակ գործադրվեն, որպեսզի հնարավոր լինի վերականգնել վստահությունը կամ խոսել վստահության մասին։ Առավել եւս այն պայմաններում, երբ մեր տարածաշրջանում գոյություն ունի ուժային այն բալանսի խախտումը, որը որ դեռևս շարունակում է գոյություն ունենալ որոշակիորեն, խոսքը ռազմաքաղաքական բալանսի խախտման մասին է, որը հայկական կողմը փորձում է որոշակիորեն բալանսի բերել արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիայի միջոցով, ինչպես նաև օգտագործելով դիվանագիտական զսպման խողովակները, որովհետև ինչպես տեսանք նախորդ 5 տարիների ընթացքում զուտ ռազմական տեսանկյունից Ադրբեջանի զսպումը այնքան էլ աշխատող գործիք չէր, իսկ ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո մեր տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխությունները ել ավելի են խորացրել այդ ռազմաքաղաքական դիսբալանսը, ինչը առաջացնում է նոր իրողություններ եւ այդ նոր իրողությունների պայմաններում նաեւ Հայաստանը ստիպված է գնալ որոշակի արտաքին քաղաքականության փոփոխությունների, ինչպիսին մենք տեսնում ենք եւ նաեւ մենք տեսանք իդեմս նոր միջնորդների, որպիսին էին Եվրոպական միությունը, այնուհետև այդպիսի միջնորդ կամ հարաբերությունների կարգավորմանը մասնակից դարձավ Ամերիկայի Միացյալ Նահանգները, որտեղ էլ նախաստորագրվեց խաղաղության պայմանագիրը
Եվ այժմ մենք տեսնում ենք, որ այս գործընթացը հայկական կողմը առնվազն փորձում է ուժեղացնել նաև տնտեսական փոխկապակցվածության գործիքակազմը։ Որքանով դա կհաջողվի, իհարկե ժամանակը ցույց կտա, բայց այնուամենայնիվ այս պահին ռազմավարությունը, որ միտված է մեր տարածաշրջանում Հայաստանին հեռու պահելու արհավիրքներից, Հայաստանին հեռու պահելու ուժային այդ դիսբալանսի խախտման հետևանքներից կիրառվում է հիմնավորապես տնտեսական գործիքների, ինչպես նաև կոնստրուկտիվիստական այսպես մոդելի միջոցով, որտեղ փորձ է կատարվում փոխել նարատիվները, հանրային խոսույթները փոփոխել եւ այդ խոսույթները նաև որոշակիորեն մեղմ մեթոդներով պարտադրել ադրբեջանական կողմին։ Հիմա դուք խոսեցիք խոսույթների մասին եւ ճիշտ այս օրերին էր, որ Ադրբեջանում նորից հնչեցին այն արտահայտությունները, որոնք Հայաստանը միշտ մերժում է եւ ասում է, որ դրանք ընդունելի չեն եւ երբեք էլ այդ տրամաբանության մեջ չեն քննարկվել։ Այս դեպքում Ադրբեջանի ասելիքը արդյոք ուղղված է միայն ներքին լսարանին։ Չեմ կարծում, որ միայն ներքին լսարանին է ուղղված, Ադրբեջանը երբեմն շարունակում է օգտագործել ճնշման գործիքակազմ Հայաստանի նկատմամբ, իսկ այդպիսի գործիքակազմ Ադրբեջանը ունի, մասնավորապես 2023 թվականներին տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխությունների եւ նրա տարած հաղթանակներից հետո ադրբեջանցիները ձեռք են բերել հավելյալ աշխարհաքաղաքական ռեսուրս, որը նրանք փորձում են կատարում օգտագործել նոր առավելություններ ստանալու համար։ Այս տեսանկյունից իհարկե հիմնավորապես ներքին լսարանին ուղղված մեսիջներ են պարբերաբար հնչում Ադրբեջանի իշխանությունների կողմից, սակայն ոչ միայն ներքին լսարանի, այլ նաև Հայաստանի նկատմամբ հավելյալ ճնշում գործադրելու գործիքակազմից ադրբեջանցիները չեն հրաժարվել։ Սակայն այս տեսանկյունից գոյություն ունի նաև երկրորդ կողմը, ինչպես կարող է հայկական կողմը հակադրվել այն նարատիվներին, որոնք որ տարածվում են կամ որոնք որ կիրառվում են Ադրբեջանի կողմից։ Քանի որ գոյություն ունի ուժային այդ դիսբալանսը երկու պետությունների կողմից, Հայաստանը փորձում է սրան հակադրել խաղաղության խոսույթները եւ նաեւ միջազգային հարությանը ցույց տալ մատուցել իր տեսլականը տարածաշրջանի ապագայի վերաբերել եւ նաեւ այս միջոցով փորձել նվազեցնել Ադրբեջանի կողմից կիրառվող ճնշումները եւ նաեւ ապալեգիտիմացնել հնարավոր ճնշման կիրառումը Ադրբեջանի կողմից։ Խոսքը վերաբերում է ոչ միայն ռազմական ճնշման այս պարագայում, այլ նաեւ դիվանագիտական, քաղաքական ճնշումներին հակադրվելու այլ լեգիտիմ մեխանիզմներ գտնելու մասին է խոսքը, ինչը նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից է պարբերաբար հրապարակվում եւ նաև հիմնական արտաքին քաղաքական խոսույթի մեջ է արծարծվում այս ուղղությունը, որ ադրբեջանցիների հետ հարաբերություններին մենք փորձելու ենք կամ նրանց տարբեր նարատիվներին մենք փորձելու ենք հնարավորինս կառուցողական կերպով արձագանքել, ինչը որոշակիորեն կառուցողական դաշտ պետք է բերի նաև հակառակ կողմին։ Դուք խոսեցիք նաև տնտեսական նախագծերից, արդյոք ճիշտ եմ հասկանում, որ տնտեսական նախագծերով հնարավոր շահավետությունը կբացառի նաև այդ ձեր ասած ռազմական բալանսի խախտումը։ Իսկ ձեռնտու լինի տնտեսական շահավետությունը Ես չեմ կարող ասել, որ այն կբացառի, բայց ամեն դեպքում ջանքերը դեպի այս կողմ են միտված, որպեսզի տնտեսական փոխկապակցվածությունը հնարավորինս ուժեղացնի նաև կամ հնարավորինս թույլատնի երկու երկրների միջև այդ լարվածությունը, որը որ գոյություն ունի, հա։ Սա մեծ հաշվով 90-ականներից եկող այն թեզերի մասին է, որ ամբողջ աշխարհը պետք է տնտեսապես փոխկապակցված լինի, այսպես կոչված միջազգային հարաբերությունների լիբերալիզմի թեզերի մասին է, որ երկու պետությունները որքան որ տնտեսապես ավելի իրար փոխկապակցված են լինում, այնքան ավելի նվազում է ռազմական գործողությունների հնարավորությունը եւ այլն։ Իհարկե իրականության մեջ միայն այս թեզը չի աշխատում, որովհետեւ աշխարհում ռազմական կոնֆլիկտներից խուսափելու լավագույն միջոցը շարունակում է զսպման մեխանիզմ մնալ նաեւ ռազմական զսպման մեխանիզմը, սակայն նաեւ այս տեսանկյունից տնտեսական փոխկապակցվածությունը որոշակի ազդեցություն թողնում է, սակայն միայն տնտեսական փոխկապակցվածությամբ բնականաբար պետությունները չեն հրաժարվում պատերազմից, կներեք, սրա վառ օրինակներից մեկը 80-ականների վերջի մեր տարածաշրջանն է, որտեղ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խորհրդային միության ժամանակահատվածում գոյություն էր սերտ փոխկապակցվածություն, Հայաստան եկող ապրանքների 86%-ը անցնում էին Ադրբեջանի տարածքով, խոսքը երկաթուղային փոխադրումների մասին է, սակայն այնուամենայնիվ ռազմական գործողություններից խուսափել միայն տնտեսական փոխկապվածության պատճառով հնարավոր չեղավ։ Սա անհրաժեշտ ոչ բավարար գործոն է։ Հաջող օրինակներ կարող եք հիշել միջազգային փորձից։
լիբերալիզմը հիմնականում զարգացել է արևմուտքում եւ արևմտյան փորձն է այստեղ, որ դրված է հիմնական որպես արգումենտ տնտեսական փոխկապվածության։ Սա ամենահաջող օրինակներից մեկը բնականաբար Եվրոպական միության օրինակն է, որի սկզբանե ստեղծվել է հենց տնտեսական այդ փոխկապվածության եւ հանքանյութերը միասին տնօրինելու պայմանագրի համաձայնագրի շուրջ դասական օրինակներից մեկն է։ Սակայն այստեղ եթե գնում ենք դեպի տեսական դաշտ, տեսությունը ասում է նաեւ, որ տնտեսական փոխկապվածությունը հանգեցնում է հաշտության այն պարագայում, երբ որ երկու երկրները ունենում են նաև լիբերալ ժողովրդավարական համակարգեր, ինչը մեր տարածաշրջանում չկա այս բային։ Սակայն սա եւս մեկ անգամ նշենք, անհրաժեշտ ոչ բավարար գործոններից մեկն է։ Այն շատ կարեւոր է, որպեսզի պետությունները ունենան տնտեսական փոխկապվածություն, ինչի մասին դեռ շատ վաղ է բնականաբար մեր պարագայում խոսել, որովհետեւ մենք դեռևս տնտեսական հարաբերությունների նորմալացում չունենք, դեռևս հայկական ապրանքները շարունակում են գտնվել էմբարգոյի տակ Ադրբեջանում, չնայած այն հանգամանքին, որ փոխվարչապետերի հանդիպման ժամանակ կարծես թե քայլեր են ձեռնարկվում հաղթահարելու համար այս խոչընդոտները, վերջերս մենք տեսանք նաև, որ մեկ այլ պետություն կարծես թե չեղարկեց հայկական ապրանքների նկատմամբ խոսքը Թուրքիայի մասին է, հայտարարված էմբարգոն, որը որ գործում էր 1993 թվականից։ Այսինքն այստեղ նախ անհրաժեշտ է նորմալացում հարաբերությունների, նախ անհրաժեշտ է թույլատրել, որպեսզի երկու պետությունները, երկու հասարակությունները միմյանց միջև ունենան տնտեսական հարաբերություններ, այնուհետև խոսել տնտեսական փոխկապվածության մասին։ Սա երկարաժամկետ եւ միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում իրագործելի մարտավարություն է, որը դեռևս այսօր հողի վրա չի կարող ամբողջությամբ կեսագործվել։ Ընտրություններից ընդամենը 1-2 շաբաթ առաջ ստորագրվեց TTIP-ի մասին համաձայնագիրը եւ Ադրբեջանի նախագահն էլ Թրամփին ուղղված իր շնորհավորական ուղերձում դարձյալ կարևորել էր TTIP-ը։ Հայաստանի եւ Ադրբեջանի ընկալումները TTIP-ի նշանակության վերաբերյալ որտեղ են համընկնում եւ որտեղ են հակադրվում։ Ես կարծում եմ դրանք բավականին տարբեր են։ Եթե այս տեսանկյունից մենք փորձենք վերլուծել երկու պետությունների կառավարությունների տեսլականներն առհասարակ մեր տարածաշրջանում կապուղիների ապաշրջափակման վերաբերել, ապա մենք կարող ենք տեսնել, որ բավականին երկար ժամանակ, օրինակ ադրբեջանական կողմից շարունակաբար այսպես առաջ էր մղում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի գաղափարը, ինչը ճանապարհների ապաշրջափակման մասին չէր, այլ նրա մասին որ փորձեն Հայաստանի տարածքով Հայաստանը շրջանցել, ի հակադրություն սրան Հայաստանի կողմից առաջ էր բերվում բավականին հասկանալի մեկ գաղափար, դա խաղաղության խաչմերուկի գաղափարն էր, որը Հայաստանի տեսլականների ցույց դնում, որ մենք պատրաստ ենք բոլոր կապուղիները շրջափակել հավասարության պայմաններում եւ այլն, եւ ապաշրջափակումը եւ այս տեսանկյունից TTIP-ը կարծես թե կոմպրոմիսային մի տարբերակներից մեկն է, որը որ հայկական կողմից ընկալվում է որպես այս խաղաղության խաչմերուկի մի հատված ընդհանրապես, հա, որովհետև խոսքը գնում է միայն հարավում կապուղիների զարգացման մասին եւ այլն, ինչը նաեւ հայկական կողմի պահանջներն է բավարարում, ինչը նշանակում է, որ ճանապարհները, ենթակառուցվածքները մնալու են հայկական սուվերենության տակ, եւ այս տեսանկյունից կարելի է ասել, որ սա մեր կողմից ընկալվում է որպես սեփական առաջնահերթությունները առաջ մղելու տարբերակ, իսկ այստեղ շատ կարևոր է նաև այն իրողությունները, որոնց պայմաններում ծրագրվել է TTIP-ը։ Մենք պետք է չմոռանանք, որ այն ժամանակահատվածում, երբ որ TTIP-ի համաձայնագիրն էր կնքվում, Հայաստանը շարունակում էր մնալ ճնշման տակ եւ այն փլուզված ռազմաքաղաքական բալանսի պայմաններում բավականին մեծ ճնշում գոյություն ուներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի տեսանկյունից բնականաբար TTIP-ը մի կողմից զսպման օղակ է, որովհետև ադրբեջանցիները ըստ էության չեն կարող այլևս լեգիտիմ պահանջներ ունենալ, ապա լեգիտիմացվել է իրենց պահանջները, որոնք որ ներկայացնում էին Հայաստանի նկատմամբ մի կողմից եւ մյուս կողմից նաեւ ներքին լսարանի համար ադրբեջանցիները եւ Ադրբեջանի կառավարությունը որոշակի այսպես երեսը փրկելու տեղ է գտել, հա, ասելով, որ նաև իրենց պահանջներն են բավարարվել եւ նաև այստեղ մենք տեսնում ենք, որ ադրբեջանական հռետորաբանության մեջ որոշակի փոփոխություն այնուամենայնիվ գրանցվել է վերջին ամիսների ընթացքում, այն նախկին վերջնագրերի լեզուն այլևս գոյություն չունի եւ որոշակիորեն դեպի կառուցողական դաշտ է տեղափոխվել նրանց։ Նաև ամերիկացի փորձագետներն են ասում, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունը այս տարածաշրջանում հայ-ադրբեջանական համատեքստում պայմանավորված
պայմանավորված են նաև Իրանի եւ Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքով եւ այդ քաղաքականությամբ։ Հիմա Իրանի հետ Միացյալ Նահանգների ընթացող այս գործընթացները, որոնք կարծես թե լուծման են տանում որոշակի հարցերի, ինչպես կարող են ազդել այս ամենի վրա։ Գիտեք, կարծում եմ դեռևս վաղ է խոսել հարաբերությունների կարգավորման մասին Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև։ Իհարկե, այսօր հրապարակվեցին պաշտոնական հրապարակումներ եղան նախ այդ նախաստորագրված տեքստի մասին կամ հուշագրի մասին, փոխըմբռնման հուշագրի մասին, որը որ պետք է ստորագրվի կարծես թե Շվեյցարիայում, սակայն շատ վաղ է խոսել հաշտության մասին Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջև, որովհետեւ այնուամենայնիվ Իսրայելի կողմից դեռևս չի ողջունվել կարծես թե այդ համաձայնագրերի ստորագրումը եւ թե ինչպիսի ընթացք ունենա այն դեռ վաղ է խոսել։ Այստեղ շատ կարեւոր է մեկ այլ հանգամանք, որ օրինակ Իսրայելի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների այժմեական շահերը որոշակիորեն սկսել են տարանջատվել միմյանցից։ Միացյալ Նահանգներում այսօր առաջնային է դառնում իրենց միջանկյալ ընտրությունները կոնգրեսի, որոնք որ պետք է աշնանը տեղի ունենան, իսկ Միացյալ Նահանգներում այսօր մենք տեսնում ենք, որ հանրապետականների ռեյտինգը բավականին ցածր է։ Դոնալդ Թրամփի օրինակ անձնական ռեյտինգը 40%-ից ավելի ցածր մակարդակի վրա է, ինչը բավականին ցածր է գործող նախագահի համար, սա պատմական մինիմումների շարքին կարելի է դասել, եւ սրա վրա անշուշտ նաեւ նշանակալի ազդեցություն է ունեցել իրանական պատերազմը եւ նաեւ նավթի գների բարձրացումը, ինչպես նաեւ ընդհանուր առմամբ տնտեսության վրա ազդեցությունը Միացյալ Նահանգների։ Եվ այս տեսանկյունից Միացյալ Նահանգների կարճաժամկետ շահերից է բխում միանշանակ Հորմուզի նեղուցի ապաշրջափակումը, նավթային շուկայի կարգավորումը եւ այս տեսանկյունից արդեն իսկ մենք տեսնում ենք որոշակի տարանջատում շահերի Իսրայելի եւ Միացյալ Նահանգների միջև։ Թե ինչպիսի ընթացք կունենա այս գործընթացը, կտեսնենք ապագայում, սակայն դեռ վաղ է խոսել այստեղ վերջնական կարգավորման մասին երկու պետությունների միջև հարաբերությունների։ Ինչ վերաբերում է դրա ազդեցությանը մեր տարածաշրջանի վրա, ապա այստեղ ես որոշակի զգուշավորություն կցուցաբերեի որպեսզի ուղիղ կապ գտնեի դրանց միջև, որովհետև այնուամենայնիվ այն համաձայնագրերը, որոնք որ ստորագրվել են Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, նաեւ ավերացվել են Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսի կողմից, եւ այստեղ որոշակի դրական միտումներ կան։ Հիշեցնեմ նաեւ, որ խոսքը ոչ միայն TRIP-ի մասին է, այլ նաեւ այլ համաձայնագրերի, որոնք որ կնքվել են երկու պետությունների միջև, այստեղ ոչ պակաս կարեւոր է նաեւ օրինակ էներգետիկ ենթակառուցվածքների մասին հուշագրերը, նաեւ հանքանյութերի մասին հուշագրերը, այսինքն մենք տեսնում ենք Միացյալ Նահանգների հետաքրքրությունը այստեղ ոչ միայն Իրանի եւ Ռուսաստանի դաշնության զսպման գործում, ինչը առաջնային է բնական եւ շատ կարեւոր է, բայց մենք նաեւ տեսնում ենք այստեղ երկրորդ շերտը, որը վերաբերելի է տնտեսական փոխգործակցությանը, իսկ այսօր հիշեցնեմ, որ Միացյալ Նահանգների համար օրինակ հազվագյուտ մետաղները դարձել են ռազմավարական կարեւորության հանածոներ, ինչի շուրջ նրանք գտնվում են մրցակցության մեջ Չինաստանի հետ։ Չինաստանը այսօր այդ հանածոների արդյունահանման 90%-ն է կարողանում իրականացնել, ինչը լուրջ սպառնալիք է Միացյալ Նահանգների տեխնոլոգիական զարգացման համար եւ այս տեսանկյունից նաեւ Միացյալ Նահանգները աշխարհի տարբեր վայրերում փորձում է խորացնել համագործակցությունը տնտեսական փոխկապվածության միջոցով։ Շնորհակալություն, պարոն Պետրոսյան, ես հիշեցնեմ իմ զրուցակիցը քաղաքագետ Գոռ Պետրոսյանն էր։